Մենք տաղավարում ենք, շարունակում ենք ուղիղ եթերում աշխատել սիրելի հեռուստադիտողներ, հունվարի 28-ն է այսօր հայոց բանակի օրը եւ ունենք շատ հետաքրքիր մի հյուր, ով զբաղվում է թերևս շատ կարևոր նախաձեռնությամբ եւ առաքելությամբ, ներկայացնենք նրան ու նրա հետ շատ ավելի մանրամասն խոսելու ենք կարևոր մի օջախի մասին, որ կոչվում է Զինվորի տուն։ Հայկուհի Մինասյանը մեզ մոտ տաղավարում Զինվորի տուն վերականգնողական կենտրոնի տնօրենը։ Բարի լույս։ Բարի լույս։ Բարի լույս, եթերից առաջ էլ երբ Հայկուհին եկավ տաղավար, ասցինք շնորհավոր եւ շնորհակալություն։ Ինչն էլ ասելու ենք նաեւ եթերի ընթացքում Զինվորի տան ողջ աշխատակազմին այս տարիների ընթացքում կատարած աշխատանքի համար։ Մի փոքր մեր հեռուստադիտողներին ներկայացնենք, թե արդեն քանի տարի է ինչ իր գործունեությունն է ծավալում Զինվորի տունը եւ ինչ հաջողություններ է գրանցել այս տարիների ընթացքում։ Զինվորի տունը 8 տարեկան է, շնորհավորում եմ բոլորիս, այս բոլորիս համար կարևոր տոնի կապակցությամբ, ֆրանսիացիները մի խոսք ունեն, եթե ունես ալֆա բանակ, ապա պիտի ունենաս օմեգա զինվորի տուն եւ Փարիզում էլ հաշմանդամների տունը կա, որը որ իրենց այսպես զինվորական парքի տունն է, իհարկե հիմա որպես այսպես հիշողություն է մնացել, բայց այնուամենայնիվ զինվորի տունը նույնպես այս տրամաբանությամբ է եւ ուզում եմ նշել, որ զինվորի տան ամենամեծ հաջողություններից մեկը դա զինվորի տան միջանցքում վազող մեր զինհաշմանդամների, փոքրիկների այսպես ձայներն են, որ մեր տղաները այլևս ոչ թե մենակ, այլ ընտանիքներով են գալիս, իրենց բալիկների հետ են գալիս, իրենց բալիկների հոգսերով են այլևս դիմում շատերը եւ կարող եմ ասել, որ սա մեր ամենամեծ առաքելությունն է, այսինքն երբ կարողանում ես հաշմանդամություն ունեցող ուսահատված անձին քո աշխատանքի, սիրո, ջերմության շնորհիվ ստեղծել մի վիճակ, որտեղ նա արդեն մտածում է ընտանիք կազմելու, երեխաներ ունենալու մասին եւ շատ հաճախ երբ մենք լսում ենք մեր երիտասարդներից, ովքեր հաշմանդամություն չունեն, միշտ ասում են ամուսնացի չէ բոլորին եւ ասում են տունը լինի, սա լինի, նա լինի, այսինքն պատրաստվում են նոր կամուսնանանք, այսինքն մենք կարող ենք ասել, որ մեր տղաներին հաջողվել է ունենալ այդ ամենը եւ նրանք արդեն ակտիվ երիտասարդ տղաները բոլորը իրենց կյանքի այն փուլում են, որտեղ մտածում են ընտանիք կազմավորելու մասին։ Եթե խոսենք այս 8 տարիների մասին թվերով, ապա կարող ենք ասել, որ մեզ հաջողվել է բավական մեծ գումարներ հավաքել մեր տղաների բուժման, զինվորի տան 5000 քառակուսի մետր վերանորոգման, որը հանդիսանում է պետական գույք, բազմաթիվ մարդկանց 8000-ից ավել մարդկանց վերականգնողական բուժօգնություն տրամադրելու, 500-ից ավել պրոթեզավորում իրականացնելու եւ օրթեզավորման ծառայություն իրականացնելու, բազմաթիվ վիրաբուժական միջամտություններ իրականացնելու, այսինքն մենք կարողացել ենք այս 8 տարիների ընթացքում իսկապես փոխել համակարգ նաև եւ ստեղծել համակարգ, որտեղ որ հաշմանդամություն ունեցող անձը դառնում է հարկ վճարող քաղաքացի եւ տնտեսության մեջ ակտիվ դերակատարություն է ունենում, այլ ոչ թե պարզապես իր 4 պատի մեջ նայում է առաստաղին։ Ու շատերի համար, քիչ առաջ ինչպես նաև տեսանյութում դուք նշեցիք, շատերի համար ոգեշնչման աղբյուր են դառնում հենց այդ տղաները, որոնք կարողանում են իրենց օրինակով ցույց տալ, որ երբեք պետք չէ հուսահատվել եւ կյանքը ամեն հաջորդ փուլից հետո նորովի կարող ենք եւ պետք է սկսենք։ Գիտեք, 8 տարի է ստեղծվել է վերականգնողական կենտրոնը, բայց վստահաբար համամիտ կլինեք ինձ հետ, որ կարևոր է ստեղծել է նման կենտրոններ, բայց շատ ավելի կարևոր է այն պահպանելը, այն անդադար այսպես հաջողություններ այնտեղ գրանցելը, վերազիննվելը բոլոր առումներով, չնայած որ ձեր ամենամեծ հաղթանակը ձեր զինվորին կանգուն տեսնելն է, բայց ամեն դեպքում եկեք հասկանանք անցած տարիների համեմատ եւ արդեն այս տարի հստակ ինչ բարելավումներ եւ փոփոխություններ կսպասվեն։ Մենք այս տարիներին, ինչպես դուք նշեցիք, հիմնականում կարողացանք իրականացնել վերականգնողական բուժման, կրթության ծրագրերը 2700-ից ավել մեր կրթական ծրագրով անցած տղաներ ունենք, որոնց մի մասը արդեն աշխատանքի տեղավորվել է, մի մասը ունի սեփական բիզնեսները եւ մենք ամբողջությամբ հիմնանորոգեցինք զինվորի տունը, ավարտին հասցրեցինք, ապագայի պլաններում մենք ցանկանում ենք նաեւ մեր մեծ կրթական կենտրոն ունենալ զինվորի տանտանիքում, որտեղ կկարողանանք արդեն ավելի մասնագիտացված դահլիճներ ունենալ կրթության համար համապատասխան կահավորված, ցանկանում ենք ստեղծել տղաների առողջության ընտանեկան
առողջության կենտրոն, որտեղ նաև կլինի ընտանիքի պլանավորման սենյակ եւ ունենանք նաև մանկական վերականգնողական ծառայություններ, որովհետեւ այդ մեծ ռեսուրսը մասնագիտական թիմը, որ ունի զինվորի տունը, նաև շատ հաշմանդամություն ունեցող երեխաներ են դիմում, ովքեր նաև զոհված զինծառայողների երեխաներ են, զինհաշմանդամների երեխաներ են եւ մենք կարծում ենք, որ այդ փորձը, այդ գիտելիքը, այդ հմտությունները կարելի է փոխանցել նաև մանկական տարբեր խնդիրներ ունեցող երեխաներին, հենաշարժական խնդիրների մասին է խոսքը եւ ունենանք նաեւ ընտանիքի պլանավորման այսպես բաժանմունք կամ այսպես գրասենյակ, այսպես որտեղ բազմամասնագիտական թիմ կլինի, հոգեբաններ, սոցիալական աշխատողներ, նեղ մասնագետներ, ովքեր կկարողանան տղաներին այս հարցում նույնպես առաջնորդել եւ առավել հարմար դարձնել իրենց ընտանիքի պլանավորման այս ճանապարհը, այս ուղին, այսինքն դա նույնպես շատ կարևոր հարց է, որովհետեւ հաշմանդամության հետ պետք է սովորել ապրել։ Եվ տղաներից շատերը երիտասարդներ էին, ովքեր որ վիրավորվեցին եւ նրանցից շատերը արդեն մտածում են ընտանիք կազմելու մասին, ունեն որոշակի անվստահություններ եւ այս մեր ընտանիքի պլանավորման ծրագիրը կօգնի նրանց հաղթահարել այդ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ, այսպես ասենք, ճակերտների մեջ անվստահությունները։ Դրանք մեր 2026 թվականի ծրագրերի մեջ են, ինչպես նաեւ մենք Բալահովիտում 8 սեփական տուն եւ կացարան ենք կառուցում համայնքական հիմնադրամի եւ կառավարության տրամադրած հողատարածքի վրա, որտեղ որ նույնպես կլինի կացարան եւ խնամքի կենտրոն եւ կրթական, հատկապես գյուղատնտեսության ոլորտում կրթական ծրագրերի մասով։ Այսինքն ապագա 1-2 տարիների ծրագրերը դրանք են, ինչպես նաև մեր մյուս ծառայությունների զարգացումը ձեռնարկատիրական, որտեղ ուզում եմ նշել, որ ցանկացած վճարովի ծառայություն, որը զինվորի տանը կա, ամբողջ շահույթը ուղղվում է մեր տղաների խնդիրների լուծմանը եւ միայն մոտավորապես 80 միլիոն դրամ նրանց կրթական ծրագրերի վրա է գնացել, չհաշված այն բարեգործական, կամավորական, այսպես ասած, աշխատանքները, որ իրականացվել են, բայց զինվորի տունը կարիք ունի բացի բարերարներից աշխատել գումարներ, որոնք կծախսվի հետագայում իր շահառուների ամենատարբեր խնդիրների լուծման համար։ Եվ իսկապես այս տարիների ընթացքում զինվորի տունը երբ 8 տարի առաջ ստեղծվեց, զինվորի համար էր հիմա, զինվորի ողջ ընտանիքի եւ կարողանում է ապահովել թե հոգեկան առողջությունը, թե ֆիզիկական վերականգնումը, ինչպես նաեւ տալ կրթություն, նշեցիք գյուղատնտեսական ոլորտը մասնավորապես, Բալահովիտի մասով, այլ ինչպիսի ծրագրերի են մասնակցում զինվորները, որը օգնում է նրանց հետո ռեալիզացնել իրենց գիտելիքները կյանքում եւ հաշմանդամության հետ ապրելուն զուգահեռ սովորել նաեւ աշխատել եւ հոգեկան որևէ տրավմաների չենթարկվել այդ ընթացքում։ Ընդհանրապես մենք ուզում եմ նշել, որ Հայաստանի Հանրապետությունը բացառիկ երկրներից մեկն է, որտեղ ինքնասպանությունների թիվը կարելի ասել գրեթե 0-ի է հասնում, խոսքը զինվորի տան շահառուների վերլուծության մասին է, այսինքն մենք 20 թվականի պատերազմից հետո ունենք մեր շահառուների շրջանակներում 0 նմանաբնույթ դեպք, իսկ այլ երկրներում կան անգամ ինքնասպանությունների կանխարգելման բաժիններ, որտեղ որ մեծ թիմ է աշխատում եւ բարձր տոկոս ունեն ինքնասպանությունների, իսկ այստեղ մենք փառք Աստծո այս աշխատանքների շնորհիվ եւ ուզում եմ նշել, որ այս աշխատանքները զինվորի տան պատերի ներսում չեն միայն, այսինքն տղաները նաեւ այդ ջերմ դրական վերաբերմունքը զգում են մեր հասարակության, մեր ժողովրդի կողմից, իհարկե դեպքեր լինում են, որոնք որ միշտ չի, որ հաճելի են, բայց դա էլ է կյանքի բնական մաս, բայց մեծամասնությամբ հայ ժողովուրդը իր ջերմությամբ կարողացել է ապահովել իր տղաների այդ լավ տրամադրությունը։ Մենք փորձում ենք նրանց առօրյա կյանքի հմտությունները վերականգնել, այսինքն երբ մարդը մինչև իր վիրավորվելը լողալ չգիտեր եւ լողում է, դա նրա մասին չէ, որ նա լողալ սովորեց, դա նրա մասին է, որ ինքը տեսնում է, որ ինքը եթե այս մի բանը իրեն հաջողվեց անել, առանց երկու ձեռքերի լողալ, առանց երկու ոտքերի լողալ, ապա մյուս կետն էլ կհաջողվի։ Եթե նա կարողանում է ապարել եւ հաղթել առաջի տեղ վերցնել օբյեկտիվ մրցույթում, նա տեսնում է, որ հաջորդն էլ կարող է անել։ Եթե նա կրթություն է ստանում եւ կարողանում է աշխատել, արդեն ասում է ես ամեն բան կարողացա իմ այսպես կյանքի ընթացքում անել, ուրեմն կկարողանամ նաեւ եթե ընտանիք չունի, ընտանիք կազմել։ Եվ այստեղ արդեն մենք մեր տղաներին հանձնում ենք, ասում ենք հաջողություն։
Եվ ըտով քո կնոջը գլուխ այսուեց ցավը։ Այստեղ պետք է որպես ամփոփում իհարկե նշենք շատ կարևոր մի ձեռքբերման ու հաջողության մասին, որ ի վերջո ստեղծված է մի վերականգնողական կենտրոն, որը մի մեծ ընտանիք է, որտեղ բոլոր ներկաները փորձում են նախ հաղթահարել հոգեբանական շատ ու շատ խնդիրներ, հետո վերականգնվեն նաև ֆիզիոլոգիապես, որպեսզի կյանքի կոչվեն մարդկային բոլոր արժեքներով, սպասումներով եւ այն նպատակներով ու երազանքներով, որոնք գուցե նախկինում ունեցել են, բայց ինչ-ինչ պատճառներով, այո, դրանք մարել են։ Բայց սա նոր լույս է, նոր էներգիա, նոր էջ բոլոր այն մարդկանց համար, ովքեր իրենց տաքուկ տեղը գտել են Զինվորի տուն վերականգնողական կենտրոնում ու նաև ձեր շնորհիվ։ Բրավո բոլոր այն մարդկանց, ովքեր որևէ կերպ աջակից են ձեզ եւ պետական մասշտաբով եւ անհատապես։ Շնորհակալություն ենք հայտնում, շնորհավորենք այսօրվա համար մեզ բոլորիս, թող բոլոր մեր զինվորները լինեն խաղաղ պայմաններում ծառայող ու քաջ հզոր ու առողջ հոգեբանությամբ։ Ձեզ ճանապարհենք, շնորհակալություն օրվա սկիզբը մեզ հետ սկսելու համար։ Մենք շարժվենք առաջ, վայելենք երաժշտություն, վերադառնանք ու շարունակենք։ Խնդրեմ։